Սրբազանին շատ կարոտում ենք, բայց Սրբազանը ավելիով իր օրհնությամբ ներկա է մեր կյանքում։ Ոնց որ 2 տարով մեզնից եւ եկեղեցուց մի մասնիկ փոկել եւ տարել են։ Ավետարանն ասում է, ով համբերի կավրի, համբերելու ենք եւ ապրելու ենք Սրբազանի հետ միասին։ Ավելի քան 100 օր է 7 վերք եկեղեցու բակում նրա ոտնաձայները չեն լսում, հայրական սերն ու օրհնությունը չեն ստանում։ Ազատանի Կիրակնորյա դպրոցում կարգ ու կանոնը չի փոխվել։ Աշակերտները դպրոցում դասերն ավարտում ու վազում են այստեղ։ Շատ բան է փոխվել Սրբազանի կալանավորումից հետո, այդ թվում ընկեր Գոհարիկին տրվող հարցերի բովանդակությունը։ Փոքրերը հարցնում են, բա ուր է Սրբազանը, իսկ մեծերի հարցն ավելի լուրջ է։ Ինչու են ձերբակալել իրենց հոգևոր առաջնորդին։ Ռիման 8 տարեկանում է առաջին անգամ հանդիպել Միքայել Սրբազանին։ Հիմա 17 տարեկան է։ Ասում է, սկզբում ամաչում էր խոսել նրա հետ։ Չգիտեր ինչպես պետք է դիմել, մոտենալ, հետո մտերմացան, ավելի հետո ընկերացան։ Երբ որ ամեն առավոտ անցնում էի, միշտ մոտենում էի իրան, հետո զրուցում էի։ Միշտ ամեն առավոտ ասում էի լավ օրքես։ Իսկ հիմա երբ որ դասի ես գնում ու տեսնում ես այդ հայրը չկա, բացակայություն է, դա կարող է օրդ լավ չանցնի։ 12-ամյա Նարեկը դպիր է։ Սրբազանի հետ նույն խորանին հաճախ է կանգնել։ Մտածում է իրենց հոգևոր առաջնորդը մի քիչ փակ մարդ է, բայց մեծ սրտով։ Երբ որ ես կեշտա իրանից օրհնություն ստանալու իմ գլուխս քշորին կանձի ավելի շատ սիրերգե։ Նարեկի կյանքում հիմա մի մեծ դատարկ տեղ կա։ Սիրա բացակայությունը բարերով չեմ զգա։ Իմ սրտից ներսից իրան բացակայությունը կզգամ ու դիք շատ ցավալի է սաղի համար, մենակ ընձի համար չէ, մենակ ծառայողների համար չէ։ Սաղի համար է դիք ցավալի։ Իր աղոթքներում 2 բան է խնդրում։ Որ ես լավ մարդ դառնամ, Սրբազանին ազատություն եղնի, անիմաստ մարդ արտար մարդկան չի տադեմ։ Շիրակի թեմի առաջնորդարանում սառը լռություն է։ Լուսինեն Գյումրի էր եկել 1990-ականներին, Սրբազանի հետ եւ հորդորով։ Ամեն անգամ երբ Սրբազանին հանդիպում էինք, ասում էր, «Էս ով է»։ Ասում էի Լուսինե Գրիգորյան Շիրակի թեմ։ Ու այս 25 տարի անընդհատ ոնց որ մեր բարևելու ձևը լիներ։ Նա թեմ է եկել որպես կամավոր, մնացել որպես աշխատակից արդեն 30 տարի։ Ասում է սովետական մտածելակերպ ունեի, եկեղեցի չէի մտնում, բայց կարծում էի հավատով մարդ եմ։ Հիմա պատարակ բաց չի թողնում։ Անցածօրը բարձրացել են վերեք, Նարեկ Սրբազանն է նստած Սրբազանի սենյակում, մեծ հարգանք ու սեր եմ տածում Նարեկ Սրբազանի հանդեպ է, բայց այն որ ասում է Լենագանցին քտից ծերը մռմռած Սրբազանի բացակայությունը տեսնելով էլի որ տեղում չէ։ Ֆիզիկապես տեղում չէ, բայց մնացած առումներում հաստատ բոլորիս գործերում, մտքերում ու առօրյայում կա։ Դիմավորենք, ճամփենք ու կա ու կերտա։ Իմ մոտս էլ է շատ տպավորվել։ Փորձություններին դիժբիտով դիմավորենք, ճանապարհենք, դիմավորենք, ճանապարհենք։ Եվ ես էլ այդ փորձություններից մեկը։ Սրբազանի քարոզն են վերհիշում Սամվելն ու Մարիամը։ 7 վերքի բակում միշտ միասին էին քայլում։ Հիմա նրա խոսքերը կրկնելով, փորձությունները ժպիտով կդիմավորեք ու կճամփեք։ Ձերբակալվելուց առաջ վերջին քարոզն էր։ Սրբազանը միշտ փորձել է մեր դատարկ մասը լրացնել, այդ մեր հոգևոր ծնող հանդիսանալով։ Ու այսօր այդ հոգևոր, այսպես ասեմ, որբությունը իրոք շատ ենք զգում։ Երիտասարդաց թեմը դեպի Տավուշ օգտագնացություն էր կազմակերպել։ Ճանապարհ ընկնելուց առաջ գնացել էին առաջնորդարան օրհնություն ստանալու, բայց չգիտեին, որ Սրբազանը որոշել է իրենց միանալ։ Առողջական խնդիրներն անտեսելով նա սրվեղի վանք բարձրացավ։ Միքայել Սրբազանի բացակայությունը միանշանակ միայն ֆիզիկական է, որովհետև իր հոգևոր ներկայությունը ամենուր է, մեր մտքերի, մեր գործերի ու մեր հավատքի մեջ հատկապես։ Թեմում սպասում են հարազատ ոտնաձայնին, թեմից դուրս ևս այդ սպասումով են։
Տեր Մակարն իր հովվության ընթացքում այնքան չի պատմել Սրբազանի մասին, որքան վերջին 3 ամսում։ Ասում է, որտեղ տեսնում, նրանից են հարցնում։ Միշտ Սրբազանից են հարցնում, Սրբազանի ինչ-որ խոսքն են բերում, ցիտում են, Սրբազանի գաղափարներ են բերում եւ կարծես թե Սրբազանը ավելիով ներկա է։ Մի խոսքով Աջապահյան տոմի հոգևոր առաջնորդին կարոտում են։ Զգացողությունն Արտաշես Սարգսակ Աջապահյանը նմանեցնում է մանկության օրերում ապրած կարոտին։ Միքայել Սրբազանի հորեղբոր վերադարձին էր սպասում, գալու օրն էլ օրացույցում կարմիրով նշում։ Գրեթե բան չի փոխվել։ Երբ գալիս էր Սրբազանը, ինձ հանում էր զբոսանքի, փոքր էի, մոտավոր մի 5 տարեկան 4 երևի, այդ ժամանակից հիշում եմ, գնում էինք քաղաքի զբոսայգի, պաղպաղակ էինք ուտում, շատ լավ եմ հիշում ամեն ինչ, իրոք շատ երանելի օրեր էին։ Սրբազանի սենյակի դուռը հիմա փակ է, բայց առաջնորդարանինը երբեք չի փակվում։ Սրբազանը շատ ամուր է, շատ ոգով լեցուն է, ոչ մի ընկճում չկա իր մեջ, նույնիսկ կասեմ ուրախ է, իսկ իր ուրախ լինելու մասին ինքը տադարանում ասեց, որովհետև ասեց ես ուրախ եմ, որ այստեղ եմ, այս ատորին եմ մեղադրալի, որովհետև այս իշխանությունների օրոք մեղադրված չլինելը արդեն դառնում է ամոթ բան։ Սրբազանը քսեր փորձությունները միշտ է դեղնին, ժպիտով դիմավորենք ու ճանապարհենք։ Դիմավորենք ու ճանապարհենք։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։